Արդեն 7 օր շարունակ Իրանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև ռազմական բախումները գնալով ավելի են սրվում։ Վերջին հարվածների եւ հակահարվածների հետևանքով պայթյուններ են գրանցվել մի շարք քաղաքներում՝ Թեհրանում, Թել Ավիվում, Դուբայում, Աբու Դաբիում։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռակոծել է Բահրեյնում տեղակայված Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի բազան, ինչի հետևանքով վնասվել է պետական նավթային ընկերության օբյեկտներից մեկը։ Միևնույն ժամանակ Իրանը հարվածել է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմական շտաբին։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ-ը հակազդում է Իրանից արձակված հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ Դուբայում բնակիչներին կոչ է արվել անհապաղ ապաստան գտնել։ Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը գրոհել են նաեւ Իրաքի տարածքում գտնվող քրդական ռազմականացված կազմավորումների բազաները։ Իրանը վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել է հրթիռային արձակումների 40 ալիք։ Հարվածներ են հասցվել նաեւ Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելն էլի պատասխան հայտնել է, որ պատրաստվում է նոր ավելի ուժգին հարվածի։ Մենք անցնում ենք պատերազմի նոր փուլ։ Հարվածներն Իրանին կխորանան, եւ մենք մշակել ենք նաեւ անսպասելի քայլեր։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն ատոմային ավիակրի մարտական աշխատանքի կադրերը Իրանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Միացյալ Նահանգներ իսրայելական ուժերը հարձակվել են նաև Իրանի Քերմանշահ քաղաքի ռազմաբազայի վրա, տուժել է նաև մայրաքաղաքի արևելյան հատվածը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածները շարունակվելու են։ Պատմական գործակցություն է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի զինված ուժերի միջև։ Մենք շարունակում ենք հարվածներ հասցնել Իրանի վարչակարգի թիրախներին եւ տարածաշրջանում գործող ահաբեկչական տարրերին, մասնավորապես Լիբանանում գործող զինված խմբավորումներին։ Իսրայելը միաժամանակ շարունակում է հարվածել Լիբանանի տարածքում գտնվող Հեզբոլահի դիրքերին։ Ի պատասխան Հեզբոլահը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի բնակավայրերի եւ ռազմարդյունաբերական օբյեկտների ուղղությամբ։ Ըստ վերջին տվյալների առնվազն 13 պետություն ներգրավված է կամ տուժել է ռազմական գործողություններից, այդ թվում Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան եւ Թուրքիան։ Արաբ միլիարդատեր Խալաֆ Աբդալ Ալ-Հաբդուրն էլ ուղիղ հարց է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, մասնավորապես նշելով. «Ով է ձեզ լիազորել մեր տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշել։ Արդյոք հաշվի առել եք, որ առաջինը հենց տարածաշրջանի երկրներն են տուժելու»։ Այս ֆոնին նոր լարվածություն է առաջացել նաև ադրբեջանա-իրանական սահմանին։ Բաքուն մեղադրել է Թեհրանին Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի խոցման համար եւ հայտարարել քրեական հետաքննություն սկսելու մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում եւ հրահանգել զինված ուժերին պատրաստվել պատասխան գործողությունների։ Իրանը սակայն հերքում է մեղադրանքները եւ ենթադրում, որ անօդաչու թռչող սարքերը կարող էին արձակվել Իսրայելի կողմից սադրանք կազմակերպելու նպատակով։ Ռազմական գործողություններին զուգահեռ շարունակվում են նաեւ կոշտ քաղաքական հայտարարությունները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը 3 օրում խորտակել են 24 իրանական նավ։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ամբողջությամբ հեռացնել Իրանի գործող ղեկավարությանը եւ ներգրավվել երկրի նոր առաջնորդի ընտրության հարցում։ Մենք ավելի հակված ենք շարունակել ռազմական գործողությունները, քան բանակցել։ Միացյալ Նահանգները երաշխավորում է, որ ապագայում Իրանը չի սպառնա ոչ Ամերիկային, ոչ Իսրայելին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանը հրադադար չի խնդրում եւ պատճառ չի տեսնում Միացյալ Նահանգների հետ բանակցելու համար։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը Թեհրանին աջակցում են քաղաքական եւ այլ ձևերով։ Մենք հրադադար չենք խնդրում եւ պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է բանակցենք Միացյալ Նահանգների հետ։ Պատերազմի շարունակության դեպքում կդիտարկենք բոլոր հնարավոր սցենարները։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարել է, որ այս պահին մտադրություն չունի փակել Հորմուզի նեղուցը, սակայն պատերազմի շարունակականության դեպքում քննարկվելու են բոլոր հնարավոր սցենարները։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է նաև Միացյալ Նահանգների հնարավոր ցամաքային գործողությանը։ Նրա խոսքով Իրանի զինվորականները սպասում են նման սցենարին եւ պատրաստ են դիմակայել ամերիկյան ուժերին։ Մինչդեռ միջազգային հանրությունը փորձում է կանխել հակամարտության հետագա ընդլայնումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է կիրառել կոլեկտիվ պաշտպանության 5-րդ հոդվածը, եթե հարձակման ենթարկվեն անդամ պետությունները։ Չինաստանն էլ հայտարարել է, որ ակտիվացնում է միջնորդական ջանքերը լարվածությունը թուլացնելու համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։